Ռադիոլոկացիոն կայանների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Նախարարները տեղում ծանոթացել են հակակարկտային կայանների աշխատանքին։ Նորարարական մտքերն ու գաղափարները գյուղատնտեսության ոլորտում խրախուսվում են եւ ստանում զարգանալու հնարավորություններ։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել էին Արագածոտնի եւ Լոռու մարզեր հակակարգտային եւ ռադիոլոկացիոն կայանների ընթացիկ աշխատանքները դիտարկելու եւ պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով։ Հանրապետության 412 պետական եւ համայնքային սեփականության հակակարգտային կայանները գտնվում են այդ կայանի տեսադաշտում։ Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանի կողմից ամբողջությամբ վերահսկվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի տարածքը։ Մարտի 30-ին Երևանում եւ մայրաքաղաքին հարող հատվածներում տեղացած կարկուտի ժամանակ կայաներից արձակվել են գրակոծներ, ինչը թույլ է տվել մեղմել կարկուտի հետևանքները եւ խուսափել վնասներից։ Ռադիոլոկացիոն կայանի աշխատանքներին ծանոթանալուց հետո նախարարները այցելել են նաեւ Արտաշավանի հակակարգտային կայան, որը լիցքավորված է եւ գտնվում է պատրաստ վիճակում։ Նախարարների ներկայությամբ կայանից իրականացվել են փորձնական գրակոծներ։ Այնուհետև նախարարները այցելել են Դսեղի ռադիոլոկացիոն կայան, որը սպասարկում է Լոռու, Շիրակի, Տավուշի, մասամբ նաև Արագածոտնի մարզերը։ Ռադիոլոկացիոն կայանը դիտարկում է 300 կիլոմետր շարավղով տարածք, իսկ գրակոծներ կարող է իրականացնել 150 կիլոմետր շարավղով։ Լոռու մարզում առկա են 33, Շիրակում 56, Տավուշում 3 հակակարգտային կայաններ։ Գյուղատնտեսական տարին լավ ենք սկսում։ Հիմա խիստ անհրաժեշտություն կա, որ կայանները ուշադիր լինեն, աչառուժ լինեն, որպեսզի վնասներից քիչ խուսափենք եւ քիչ վնասներ կրենք գյուղացիները։ Մեր նպատակը սա էր։ Բոլոր կայանները հիմա պատրաստի վիճակում են եւ ես գտնում եմ, որ մենք արդեն պատրաստ ենք, բայց գիտեք, ընդհանուր մենք մոտավորապես մեր պահանջարկի 8%-ը 8-ից 10%-ն է մենք որ ունենք հակակարգտային համակարգեր, բայց այսօր ավելի կարևոր է որ մենք ունենանք նաև ռադիոլոկացիոն համակարգ։ Հարթագյուղը Լոռու մարզի հին ու հարուստ պատմություն ունեցող գյուղերից է։ Ծովի մակերևույթից 1720 մետր բարձրության վրա գտնվող գյուղը առանձնանում է ոչ միայն իր բարձր դիրքով, այն հայտնի է ճակնդեղի, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ եւ այգեգործությամբ։ Սպիտակի շրջանի Հարթագյուղ գյուղը ժամանակին հայտնի էր նաեւ կտավատի ձեթի արտադրությամբ։ Ձեթի արտադրության ավանդույթները հասել են նաեւ մեր օրեր։ Նախկինում Ղալթաղճի գյուղը հիմնադրվել է 1829-ին, Բասենից, Մուշից, Էրզրումից եւ Ալաշկերտից գաղթած արևմտահայերի կողմից։ Կտավատի ձեթի արտադրության արմատները գալիս են նաեւ հենց արևմտյան Հայաստանից։ Թությանը իմ պապերի ագարակն է արևմտյան Հայաստանում, ուրեմն Բասեն գավառի Յաղան գյուղի մոտ նման ագարակ կար, որտեղ իմ պապերը զբաղվել են կտավատի մշակմամբ։ Եվ երբ արդեն խնդիր առաջացավ արտադրամասին, անուն տալ, մենք ընտրեցինք այդ անունը։ Այնտեղ էլ էր կտավատը հայտնի։ Այո, կտավատը հայտնի էր, այնտեղ մեր պապերը զբաղվել են կտավատի, ցանկով եւ ցիտայովի արտադրությամբ։ Բնականաբար ավանդական մեթոդներով են ժամանակի։ Եվ այսպես Սամվել Հունյանյանը որոշեց զարգացնել պապերի արտադրությունը, սակայն արդեն նորագույն մեթոդներով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով, եւ հենց ճիշտ ժամանակին օգնության ձեռք մեկնեց գյուղացուն ամենամոտը կանգնած նախարարությունը։ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից եւ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի շնորհիվ Հարթագյուղի ֆերմերային խմբի 5 անդամների կողմից ստեղծված արտադրությունը սկսեց ոտքի կանգնել եւ զարգանալ։ 2008 թվականից համաշխարհային բանկի եւ գյուղաաջակցության ծրագրի շրջանակներում մենք ներկայացրեցինք մի ծրագիր, որով նախատեսվում էր սառը մամուլման ժամանակակից տեխնոլոգիայով ստանալ կտավատի ցիտայյուղ։ Եվ փաստորեն մեր համագործակցությունը լավագույն արդյունք տվեց։ Սառը մամուլման տեխնոլոգիան տարբերվում է ավանդական մեթոդից եւ այս դեպքում պահպանվում են օգտակար բոլոր բաղադրատարերը։ Սառը մամուլման տեխնոլոգիան այն process-ն է, երբ ցիտայյուղը հումքից կորզվում է առանց ջերմային մշակման, այսինքն ջերմային մշակման դեպքում բուժական որակները, ցիտայյուղի ընկնում են։ Այս դեպքում ամբողջությամբ պաշտպանվում են։ Փորձն ու նոր տեխնոլոգիաները նաև ճիշտ ժամանակին տրված աջակցությունը ի վերջո տվեցին իրենց արդյունքը։ Սա համալիր, կոմպլեքս աջակցություն էր, որը անհատ ձեռներեցի դեպքում, եթե փորձեինք փաստորեն իրականացնել, մենք կարծում եմ, որ այդքան արդյունավետություն
ունենալ չեն կարող։ Դա նաև արտադրություն կազմակերպելու փորձեր։ Ամեն ինչի դարման բնության հրաշք պարգևի բուժիչ հատկությունները կարելի է անվերջ թվարկել կտավատից սերմերն ու յուղը օգտակարային յուրաքանչյուրին։ Սամվել Հունանյանին եւ ծրագրին մասնակից խմբի անդամներին հաջողվեց էկոլոգիապես մաքուր կտավատի ձեթ արտադրել։ Իհարկե այդ ամենի նպաստեցին բերի հողն ու ջուրը։ Կտավատի աճեցման ժամանակ թունակի միկատներ չի օգտագործվում։ Այսօր փորձում ենք ընդլայնել տեսականին։ Մենք ունենք խաղողի կորիզի, ծիրանի կորիզի, դեղցի կորիզի, ծիտայյուղեր, ինչպես նաև հլաձուգի, արևածաղիկի։ Այս գործում կարևոր էր եւ հաջողության հասնելու հիմնական գրավական էր նաև հավատը սեփական ուժերի հանդեպ։ Մենք կարողացանք ստեղծել մի արտադրամաս, որով այսօր մենք եւ ընդլայնում ենք տեսականին եւ կարողանում ենք նպատակին հասանք։ Ստանում ենք սառը մամուլումով չզդված ծիտայյուղ, որը բավականին պահանջված է այսօր։ Թությանը ոչ միայն փորձում է ներկայանալ Հայաստանում, այլև իր հաստատուն տեղը գրավել արտասահմանյան շուկայում։ Հարթավանի կտավատի ձեթը անգամ Գերմանիա է հասել։ Մենք փորձում ենք համագործակցության եզրեր գտնել, դրսում, օրինակ Ֆրանսիայում, Գերմանիայում պարֆյումերիայի արտադրության մեջ օգտագործում են այս յուղերը եւ նրանք լուրջ փորձառություն ունեն տարբեր երկրներից նմուշներ էին վերցրել եւ ասեմ, որ մեր իրենց ուղարկած նմուշը համապատասխանել էր որակական առումով բոլոր չափանիշներին։ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից եւ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի նպատակն է աջակցել այն տնտեսություններին, որոնք նորարարական են եւ հեռանկարային։ Լոռու տարածաշրջանի ահայս արտադրամասում արտադրում են պանիր, մածուն, հիմնականում գոմեշի։ Իսկ ինչից սկսվեց 2008 թվականին Արտաշես Կարապետյանը իր ընկերների հետ միասին ծրագրային առաջարկով դիմեցին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին, շահեցին ծրագիրը, որը նախատեսում էր գոմեշաբուծության զարգացում եւ կաթի վերամշակման սարքավորումների ձեռքբերում, կաթի վերամշակման եւ ընդունման պրոցեսի զարգացում։ Հետևանքը այսօրվա արդյունքն է։ Ֆերմեր գյուղատնտեսական խումբը կազմված 7 հոգուց, որոնց մեջ աշխատանքը բաժանված է այսինքն նրանց մի մասը զբաղվում է գոմեշաբուծության անասնապահությամբ, մյուս մասը զբաղվում է կաթի վերամշակմամբ, մեկ այլ խումբը զբաղվում է կաթի հավաքագրմամբ, այսինքն խումբ, որը զբաղված է այդ բիզնեսով եւ որտեղ եկամուտները բաժանվում են հավասարաչափ։ Ծրագիրը հնարավորություն տվեց զարգացնել ոչ միայն սեփական տնտեսությունը, այլ նաև օգնեց տարածաշրջանի այլ ֆերմերներին։ Էությունը կայանում է նրանում, որ փոքր ֆերմերները, այսինքն 2, 3, 4 կող ունեցող ֆերմերները մշտապես ունեն իրենց կաթը իրացնելու խնդիր, ինչպես նաև որակյալ կաթ արտադրելու խնդիր։ Խումբը իր ուժը, իր հնարավորությունները օգտագործեց այդպիսի ֆերմերներին ներգրավելով կաթի ընդունման գործընթացի մեջ։ Այս պահին գոմեշների համար ակտիվ հանգստի շրջան է։ Հատուկ ամառանոցային պայմաններ նրանց համար ստեղծվել է արդեն Տավուշի մարզում։ Ստեղծել ենք հնարավորություն գործունեության դաշտ փոքր ֆերմերներին ձեռնտու գներով իրենց կաթը վաճառելու։ Եվ այդ գործունեությունը տարեստար ընդլայնում է։ Գոմեշի կաթը հիմնականում օգտագործվում է գոմեշի մածունի արտադրության մեջ։ Գոմեշի կաթը տարբերվում է իր որակական հատկանիշներով։ Կովի կաթի միջին բազային յուղատվությունը 3-6%, իսկ գոմեշի կաթինը 8%։ Կրկնակի գոմեշի կաթի մեջ բարձր են կալցիումի եւ ֆոսֆորի քանակը, որը իսկ ասեմ ձեզ, որ կաթի մեջ կալցիումը ու ֆոսֆորը օրգանիզմի համար, հատկապես մածունի մեջ կալցիումը եւ ֆոսֆորը օրգանիզմի համար ամենամարսելի եւ ամենայուրացվողն են։ Գոմեշի մածունը օգտակար սննդամթերք է մարդու օրգանիզմի համար։ Գոմեշի կաթի մեջ եղած յուղը շատ ավելի մարսելի է մարդու օրգանիզմի համար եւ պլյուս դրան կրկնակի ավելի կալցիում եւ ֆոսֆորի քանակը, կրկնակի ավելի ացիդոֆիլինների քանակը։ Այսինքն գոմեշի մածունը արժեքավոր սննդամթերք է մարդու համար։ Կաթի մթերում հիմնականում իրականացվում է Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Սարահարթ, Գոգարան եւ Սպիտակ համայնքներից։ Եթե տավարի կաթը ֆերմերը կարող է ծախել այսօր կարող է ծախել մաքսիմում 180 դրամով, գոմեշի կաթը արժե 800 դրամ, այսինքն մոտ 4 անգամ։ Ես ասացի, գոմեշը կթվում է կովից տալիս է կրկնակի քիչ կաթ, բայց նրա կաթը փոխարենը 4 անգամ թանկ է կովի կաթից։
Արագածի փեշերին թաքնված ու կարծես ամպերի արցունքներից գոյացած այս լիճը կարող է դառնալ վերացման վտանգի առաջ կանգնած Գեղարքունի իշխանի փրկության կղզյակը։ Սրտաշունչ այս վայրում լինում է երկու եղանակ՝ կարճ գարուն եւ երկարաշունչ ձմեռ։ Մացակ Սողոմոնյանը հուսով է, որ 2230 մետր բարձրության վրա գտնվող լճի վրա գոյացած սառույցը շուտով կհալվի եւ հարկ չի լինի կրկին պայքարի բռնվել ձկների եւ թթվասնի չափաբաժնի միջև գոյացած պատնեշի դեմ։ Մացակ Սողոմոնյանի մոտ լճի ինձեռած հնարավորությունները օգտագործելու եւ ձկնաբուծությամբ զբաղվելու միտքը հղացավ, երբ տեղեկացավ այդ ծրագրի մասին։ Պատահական հեռուստատեսության մի անգամ լսեցի ես համաշխարհային բանկի եւ գյուղնախարարության ծրագրի մասին, քանի որ ես տեղյակ էի, որ լիճ կա մեր տարածքում, միտք ծագեց, որպեսզի զբաղվեմ ձկնաբուծությամբ։ Դիմեցի դիգի այդ ծրագրի, ու իհարկե հեկան նայեցի, որ իրոք կա լիճ, եւ խոստացա ես իմ կողմից ներդրումներ, որի հետևանքով տրամադրեցին ինձ որոշակի գումար, որպեսզի զբաղվեմ ձկնաբուծությամբ։ Ծրագիրը գործարկվեց եւ մինչեւ այժմ արձանագրված արդյունքները լավատեսություն են հաղորդում։ Ասեմ, որ շատ արդյունավետ ստացվեց, շատ լավ։ Վերեցինք ձկները, ուրեմն ընդհանրապես առանց կերի տալու կողմնակի լճում բազմացան։ Շատ համեղ, շատ նորմալ մայրեր ստացվեց։ Որից հետո մայրերը որոշ մասը տեղափոխեցի ստեղ, որպեսզի մենք ստանանք։ Արդեն ես մայլոք էլ չառնեմ։ Ուրեմն բերեցինք այս ձկները, կթեցինք, ստացանք իքրան, որի արդյունքում ստացանք 40,000 մոտ 40-ից 45,000 մայլոք։ Նախատեսվում է հաջորդ տարի ստանալ մինչև 1 միլիոն մանրաձուկ։ Որտեղ չլներ այդ ծրագիրը, բնականաբար ոչ մենք կարողանայինք այս տնտեսությունը ստեղծել, ոչ է կարողանայինք այդ տեսակի եւ այդ որակի այդ համից ցուկ ստանալ։ Այստեղ աճեցվող մանրաձկներին հիմնականում հետևում է Ալբերտ Խաչատրյանը, ով գրեթե չի բացակայում ձկների կողքից։ 1 վայրկյանը կարող է ճակատագրական լինել։ Ամեն օր տակը մաքրում, ամեն վայրկյան ժամ պետք է հետևես։ Դե ջեմ մի հատ ցուկ սատկում գնում տակը ավակում, բերեմ բոլորը սկսում սատկել։ Մացակ Սողոմոնյանը ողջավորված է հաջող փորձի համար։ Ձկան գովն է անում, համատեղը, որակը չտեսնված։ Գեղարքուն իշխանը ոնց որ կարելի ասել կարմիր գրքում ա գրում։ Վերանում է տեսակը։ Հիմնականում ծրագրի նպատակն է նաև, որպեսզի Գեղարքուն իշխանը Հայաստանից չվերանա։ Գյուղատնտեսության ոլորտում տարեստարի ներդրվում են նոր տեխնոլոգիաներ եւ կյանքի են կոչվում նոր ու արդյունավետ ծրագրեր։ Հենց այդ ամենին են միտված գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը։ Ծրագրի արդյունքները բավականին շոշափելի են, որտեղ բավականին լուրջ տնտեսվարողներ արդեն իրենց մոտ ներդրել են նոր տեխնոլոգիաներ, նոր մշակաբույսերի արտադրություն են կազմակերպել, որակական նոր մակարդակի է բարձրացվել արտադրատեսակները, ավելացվել են արտադրատեսակների ծավալները, օժանդակել ենք այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց ջանքերն ուղղված են արտահանման, հիմնականում արտահանման ուղղված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը։ Այս շրջանակներում բավականին մեծ աշխատանք արդեն կատարվել է։ 2011-ից ի վեր արդեն իրականացվել է նմանատիպ 53 ծրագիր։ Ծրագիրը դրամաշնորհային աջակցություն է ցուցաբերում այդ տնտեսվարողներին 8-ից մինչև $20,000 դոլարի շրջանակներում, պայմանով, որ շահառուն 30% ներդրումը կատարում է իր սեփական միջոցների հաշվին։ Դիմորդները շատ են, որտեղ շատ գաղափարներ կան, շատ ուրեմն աշխարհում շատ նորարարական տեխնոլոգիաներ կան եւ ցանկացողներ էլ կան դրանք ներդնել Հայաստանում։ Մասնագետների համոզմամբ մեր երկրի գյուղատնտեսության զարգացման միակ ուղին ինովացիոն քաղաքականության կիրառումն է։ 10-12 տարիների ընթացքում ներ են դրվել մի շարք նոր տեխնոլոգիաներ, ինովացիոն բնույթի տեխնոլոգիաներ, որոնք գյուղատնտեսության համար եղել են նորույթ, կիրառվել են որոշակի սխեմաներ, այսինքն մեխանիզմներ, ինովացիոն տեխնոլոգիաները ավելի հասու դարձնելու համար գյուղատնտեսական տնտեսությունների համար։ Սակայն բավարարվել միայն դրանով կարծում եմ քիչ է։ Ծրագրի մասնակիցների հաջողված փորձը ցույց է տալիս, որ այս ծրագրերը տալիս են իրենց արդյունքները եւ գյուղն ու գյուղատնտեսությունը վերակենդանացնելու եւ զարգացնելու առաջին ծիլերը։